Սենյակը փաստորեն փակ է ու առաջին հարկում նաև խանութներ են տեղակայված, որոնց աշխատանքը եւս կարծես խոչընդոտվում է։ Սա ինչպես կգնահատեք դուք։ Այո, հերթական ապօրինությունն է տեղի ունենում, քաղաքական հետապնդման վարդը սևորում է տեղի ունենում, վաղ առավոտից ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբերում խատարվում է նախընտրական աշխատանքները, լավ հասկանալով իշխանությունը, որ Գյումրիում նույնիսկ 4-5-րդ տեղի համար չի կարող պայքարել, անցել են հերթական ապօրինության ու գործողությունների, առանց որևիցե հիմքի, որ հայտարարություններ են տարածում պաշտոնական, որով փորձում են ընդամենը որոշակի դիվիդենտներ շահել, չհասկանալով, որ տվյալ գործողությունները գյումրեցին գնահատելու է եւ այդ գնահատականը տալիս է մարտի 30-ին։ Ինչ գործողություններ են իրականացվում, կասեք։ Պաշտոնապես չգիտեմ ինչ գործողություններ են իրականացնում, ըստ էության քննչական որոշակի գործողություններ, այդ թվում նաև պարոն Գրիգորյանի ստանը ըստ նախնական տեղեկությունների գործողություններ են իրականացնում, բնականաբար հակաիրավական, անօրինական գործողությունների մասին է խոսքը։ Իսկ այդ ինչից որոշեցին, որ 4-րդ տեղում են իրենք իրենց են որոշել, որ ասում եք, այսպես տագնապի մեջ են։ Հարցումներ ունեն, ես տեղեկություններ ունեմ, որ հարցումներ ունեն եւ նախընտրական քարոզարշավը իշկանը մոտենում է ավարտին, իրենք իրենց ռեյտինգը գիտեն, որ ԿՊ Գյումրիում տեղ չունի, այդ իսկ պատճառով նման գործողություններ են անցել։ Այսօր բանավեճն է նաև գլխավոր բանավեճը։ Այո, դա էլ որևէ կապ ունի ես։ Չեմ կարծում, որ բանավեճը որևիցե կապ ունի, բնականաբար հետևյալ գործողությունները բարձրացնելու են ընդդիմադիր տեխնազուների դիրքերը եւ որոշակիորեն արդեն արդացոլվում է, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում այլևս գոյություն չունի։ Ներսում ինչ է կատարվում, ովքեր կան ներսում։ Ես չեմ կարող մանրամասն ասել, այո, մեր թիմի անդամներից մարդիկ կան ներսում, դռները փակել են, այդ թվում նաև, ինչպես նշեցին, խանութներ են փակել, հակաօրինական ձևով խոչընդոտում են շտաբի կազմակերպչական աշխատանքներին։ Իսկ խոզարկություն են անում։ Ըստ էության, այո։ Դա հայտարարություն տարածվեց նաև, որ շիպին է փռվել, իհարկե երևի ձեր պահով էր դա, բայց ուրիշ նաև ընդրակաշարք որպես ներկայացվում էր։ Ձաղելի է, ինչ կատարվել է մեր քաղաքադաշինքի կողմից, դա իրականացվել է նախքան ավագանու տեխնազու գրանցվել է, այսինքն գրանցումը տեղի ունեցել մարտի 10-ին, դա առավել վաղ է տեղի ունեցել եւ ըստ քաղաքացիները պահանջել են ազգային ժողովի падգամավորից, որպես իրենց կողմից ընտրված падգամավորի, որպեսզի շեբանապատման աշխատանքներ անեն։ Ի տարբերություն իշխանության, որը նաեւ վարչական ռեսուրս կիրառելով, այդ թվում նաեւ համայնքապետարանի ռեսուրսներն օգտագործելով, օրինակ 3 Գարեգին Նժդեի փողոցում հենց 15 դրոպ 4-3 հասցեում ըստ էության հասցեն այս բանը չեմ կարող ֆիքսել, իրականացնում են խճապատման եւ հարթեցման աշխատանքներ։ Այսինքն իրենք իրականացնում են եւ դա ներկայացնում են որպես քաղաքապետարանի կողմից իրականացվելիք աշխատանքներ։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ ըստ էության նախընտրական փուլում իրենք իրականացնում եւ ժողովրդի ձայները կորզելու համար են դա իրական բարձ է արդեն։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանի կողմից իրականացված ուղղագետ հոլովակները, որոնք տեղադրվել են, նկարահանումները իրականացվել է շատ ավելի վաղ, ուղղակի հրապարակվել է մի փոքր ավելի ուշ։ Այսինքն նախքան տեխնազու գրանցվել է եւ նախքան քարոզարշավի սկիզբն է դա եղել։